Ընտրակեղծիքներ շատ են եղել։ Դե բնականաբար շատ են եղել, եթե շատ եղած չլինեին, այսօր 7 քաղաքական ուժեր չէին հայտնվի Սահմանադրական դատարանում, պահանջեին Սահմանադրական դատարանից, որ անվավեր ճանաչվի ընտրությունները։ Ինչ եք պահանջում, որ ազատ արձակվի Վարդան Ղուկասյանը։ Իսկ ինչու չպահանջել։ Ցանկացած մարդուն, որ ապօրինի գտնվում է կալանքի տակ, բնականաբար պետք է ազատ արձակվի, որի մեջ նաև Վարդան Ղուկասյանն է։ Ինչ ակնկալիքներ ունեք այս Սահմանադրական դատարանից։ Սահմանադրական դատարանից որպես այդպեսին կոնկրետ ես, անձամբ ես ակնկալիքներս մեծ չեն, ավելի շատ ակնկալիքներս օրենքից են, որպեսզի Սահմանադրական դատարանի դատավորները չկարողանան շրջանցել այդ օրենքը եւ ամեն դեպքում ենթարկվելով օրենքին ընտրությունները անվավեր ճանաչեն։ Հիմա դուք մի քանի հոգով ցուցապաստառներով ցույց եք կազմակերպել Սահմանադրական դատարանի մոտ, կարծում եք դա եղանակ կարող է փոխել։ Եղանակ չէ, ընդամենը մեր ձայնն ենք, բողոքի ձայնն ենք արտահայտում, հանգիստ նստել չենք կարող տանը կամ զբաղվել մեր առօրյա հոգսերով։ Սա ակցիա է ընդամենը, հանրահավաք չէ, կամավորներից հավաքված մարդիկ են, ովքեր որ եկել են Սահմանադրական դատարանի դիմաց եւ յուրաքանչյուրս մեկ պաստառ ունենք տարբեր գրություններով եւ Վարդան Ղուկասյանի նկարով։ Մենք մեր ձայնն ենք բարձրացնում ու ասում ենք, որ համաձայն չենք ընտրությունների հետ, ինչպես նաեւ ինչը որ դուք նշեցիք, նաեւ կան պաստառներով ազատություն են պահանջում, իհարկե դա չի վերաբերվում Սահմանադրական դատարանի տրամաբանորեն, բայց ամեն դեպքում, այսպես ասած, առիթը բաց չթողնելով եւս մեկ անգամ բարձրաձայնում ենք նաեւ այդ հարցը։ Ինչ ճանապարհ եք տեսնում իշխանության հեռացնելու։ Բոլոր հնարավոր եւ օրենքի շրջանակներում բոլոր ճանապարհները, դրանցից մեկը նաեւ Սահմանադրական դատարանն է, եթե անգամ Աստված մի արածցե չլինի, բնականաբար որոշ այլ քայլեր է պետք անել, ընդհանուր մինչեւ փողոցային պայքար, խաղաղ փողոցային պայքար։ Մարդիկ դուրս կգան փողոց, դուք անձամբ դուրս կգաք։ Բնականաբար այսօր եթե տեսնում եք, ես արդեն դուրս եմ եկել փողոց, արդեն կանգնած եմ այստեղ, քանակի մասին չի խոսքը, այստեղ նայեք, ես չեմ ասում, մենք բավականին շատ քանակության մարդիկ ենք, այստեղ քանակի մասի չէ, այլ պարբերաբար գործողություններ կատարելու, զարկերակին պահելու վրա է, որ մենք կարողանանք ինչ-որ մի բանի հասնենք, լավ սենց ձևակերպեմ, հա, ինչ որ արդյունքի հասնենք, բայց կարծում եմ համենայն դեպս միշտ իշխանությունները փոխվել են համենայն դեպս փողոցով։ Պատմությունը այդպեսին է ցույց տվել։ Իսկ ինչ եք ուզում որ Փաշինյանը հեռանա, ինքը ասում է, եթե ես գնամ սեպտեմբերին աղետալի պատերազմ է ձեզ սպասվում։ Պատերազմից չենք վախենում մենք ոչ ոքս, համենայն դեպս գոնե ես չեմ վախենում պատերազմից, մենք հիմա ենք պատերազմի մեջ, պատերազմը դա չի նշանակում միայն մարդկանց մահանալը կամ պատերազմի սահմանում զոհվելը, այսօր էլ տեղի ունենում Հայաստանում պատերազմ։ Սա էլ է պատերազմ, պատերազմի տարբեր ձևեր կան, տարբեր եղանակներ կան, որը որ հիմա իսկ ինչի վերաբերում է ինչ ենք ուզում հեռանալ Նիկոլ Փաշինյանը, որովհետև ստախոս անձնավորություն է, երկրի ղեկավարը չի կարող խաբել իր սեփական ժողովրդին, որովհետև երբ որ մարդը ստանում է ժողովրդի խոսքը 18 թվականի մասին է, 2018 թվական, խաբել ժողովրդին ստացավ այդ քվեն ու դրանից հետո խաբեց, իսկ խաբող մարդը չի կարող լինել երկրի ղեկավար։ Ինչն է խաբել, նկատի ունեք Շուշիի Հադրութի դեօկուպացիա։ Շատ հարց է, սկսած Արցախից հասարակ օրինակ ասեմ, մինչև պրիմիտիվ բան եմ ասում, արագաչափերի չհեռացնելը։ Դա վայել չի երկրի ղեկավարին, հա, երբ որ ասած այն ժամանակ դրան գնում էին Սաշիկի գրպանը, հիմա գնում են պետության գրպանը, այսինքն ինքը տենց արդարացումներ գտնում։ Այսինքն եթե անձը լավ չի տիրապետում իրավիճակին, այսինքն լինելով պատգամավոր, այսինքն պետք է ինքը տիրապետեր, որ այն ժամանակ նույնիսկ չէր գնում։ Լավ, ենթադրենք գնում է Սաշիկի գրպան։ Իսկ ինչու Սաշիկի գրպանով հանդերձ Սաշիկը այսօր կալանավայրում չէ։ Եվ նորից մի հատ տրամաբանությամբ գնանք, եկավ իշխանության ասելով, որ Սերժ Սարգսյանը ամբողջ երկիրը թալանում է, իսկ ուր է այսօր Սերժ Սարգսյանը։ Նորից բանտում չէ, հա, ժողովրդի վստահությունը վերցրեց Սերժ Սարգսյանի սևացնելով, բայց այսօր Սերժ Սարգսյանը հանգիստ իր համար զբոսնում է կամ իր կյանքն է վայելում, այսինքն միայն Արցախ բնականաբար սուտ էր, բնականաբար բոլորս էլ այդ ամեն ինչը տեսնում ենք։
Եվ 44 օրյայում դուք մասնակցել եք, ուր եք եղել։ 44 օրյայում ճիշտ ասած ես չեմ մասնակցել, երկրում չեմ եղել ես, հա, չեմ մասնակցել։ Այսա կասեն թռած է, դրա համար ասում էր պատերազմով մեզ չեն վախենում։ Հենց հիմա ես պատրաստ եմ գնալու, Աստված մի ասած, հիմա երկրում եմ արդեն, հենց հիմա եթե Աստված մի ասած նորից եմ ասում, թող խաղաղ լինի մեր երկիրը, եթե պատերազմ լինի, հենց հիմա ես պատրաստ եմ գնալու։ Սահման, ոչ թե երկրից։ Միանշանակ, պատերազմ գնալու, Սարգիս Արզումանյան։ Շնորհակալություն։